Իսկապես Գայան հարց է, իսկապես շատ ցավոտ հարց է։ Համենայն դեպս այնքան ցավոտ, որ ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, ասեմ ինչու։ Գիտեք, ինձ համար մինչև այսօր մնում է շատ մեծ պարադոքս, թե ինչպես արցախցիները 3 օրում հեռացան Արցախից։ Դա ինձ համար իսկապես պարադոքս է։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, սա կրկնում եմ, որպեսզի կանխեմ պատերազմի վերաբերյալ ձեր տրամաբանական հարցը։ Հայրենիք էր, չէ, հողեր չէ, տուներ չէ, նախնիների շիրիմները ինչ է, կար չէ այդ ամեն ինչը, ու մխում է չէ այդ ամեն ինչը մեր, բոլորիս, ոչ միայն Արցախից հեռացածների, բոլորիս սրտում, որտեղ բոլորիս սրտում կա եռաբլուրը։ Այ դրա համար ես այս հարցին շատ ցավով եմ պատասխանում, նույնքան ցավով եմ այս հարցին պատասխանում, որովհետև այսօր ձեր այդ նշած ակցիաների ընթացքում ի հայտ եկան այն մարդիկ, իբրև մեկնաբաններ, իբրև լրատվամիջոցների հարցերին պատասխանողներ, որոնք կանգնած են բույնես շարժման հիմքում։ Եվ այդ մարդիկ իրենց հարցազրույցներում ապացուցեցին, որ շարժումը բացարձակապես Արցախին ու արցախցիներին չի վերաբերվում, որ Արցախին ու արցախցիներին փորձում են ներգրավել հեղաշրջման իրենց փորձերի մեջ, այդ դա ամենացավալին է, որովհետև եթե անգամ հեղաշրջումը հաջողվի, իսկ դա երբևէ չի հաջողվի, Արցախն ու արցախցիների հարցի լուծման որևէ տարբերակ իրենք չունեն, պարզապես չունեն։ Տեսեք, իշխանությունը արցախցիների սոցիալական հարցերը լուծելու փաթեթ տարբերակ առաջարկեց, այսինքն սոցիալական բովանդակությունը այս բողոքներից դուրս եկավ։ Ընդունելի է, ընդունելի չի, դա քննարկելի է, կարելի է բանակցել, ինչ-որ բաներ փոփոխել։ Եվ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը առաջին իսկ օրից ասում էր, որ ճիշտ կլինի, որ իշխանությունը այդ սոցիալական աջակցության փաթեթը ևս կես տարով կամ 1 տարով երկարացնի։ Իշխանությունը այս կամ այն կերպ լսեց, ինչ-որ տարբերակով լսեց մեր առաջարկը եւ արեց իր քայլը։ Ու ինչ ստացանք։ Սոցիալական բովանդակությունը դուրս է գալիս, մնում է քաղաքական բովանդակությունը։ Ես շատ կուզեի այդ նույն բեմահարթակներում, վրաններում, չգիտեմ որտեղ հարցազրույցներ տվողներից ստանալ մի քանի հարցի պատասխան, առ այն, թե ոնց են իրենք պատկերացնում այսօր արցախցիների Արցախ վերադարձը, ոնց, շատ կուզեի իմանալ, ինչպես, եթե վերադառնալու են այս պայմաններում, ինչու հեռացան, եթե վերադառնալու են պահանջելով միջազգային երաշխիքներ կամ միջազգային խաղաղապահներ, ինչու էին մերժում միջազգային խաղաղապահների Դոնալդ Տրամպի սկանդինավ խաղաղապահների տեղակայումը Արցախում, ինչու էին ասում, որ իրենք սկանդինավերեն չգիտեն, իրենք ռուսներին էին ուզում, ինչու ապավինեցին ռուսներին եւ ինչու են առ այսօր ենթարկվում Կրեմլի թելադրանքներին, ինչու են դարձել Կրեմլի վկաներ։ Այս հարցի պատասխանը ես կուզեի արցախցիներից ստանալ։ Այսինքն բուրգի վերևում ամենագլխավոր տեղում ուղղորդող հոսանքները գալիս են Կրեմլից։ Միանշանակ, դա կարծում եմ, գիտեք, դա չտեսնելու համար պիտի ոչ միայն աչքերդ փակես, այլև ականջներդ պիտի փակես, որովհետև զուգահեռ հնչում են տարբեր հայտարարություններ թե Կրեմլից, զուգահեռ հնչում են այստեղ հայտարարություններ իշխանափոխության տարբեր առումներով, տարբեր ասպեկտներով, բացարձակապես ասում եմ ձեզ, հակաարցախյան է արցախցիներին այս շարժման մեջ ներգրավելը։ Ես շատ ցավով եմ դա ասում, որովհետև ինձ համար իսկապես, ես կարծում եմ ոչ միայն ինձ համար, ցանկացած հայի համար խոր ցավ է Արցախի կորուստը։ Ու մենք այդ կորուստը վերադարձնելու մասին պիտի մտածենք։ Մենք պիտի մտածենք Արցախ վերադարձնելու ու Արցախ վերադառնալու մասին։ Այդ մեխանիզմը մշակենք քայլ-քայլ, ոչ թե կանգնենք հրապարակներում կամ խորհրդարանում Արցախի դերոշը տնկենք կամ հրապարակներում ինչ-որ անկապ հայտարարություններ անենք, այդպես չի, այ եթե Ադրբեջանը իրեն պահեր այնպես, ինչպես հիմա պահում են որոշ հայեր ու արցախցիները, նրանք չէին վերադառնա Արցախ, ոչ շրջանների առումով, ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման առումով,
Շատ կուզենայի իմանալ ընդհանրապես այդ Շահրամանյան, Սամվել Շահրամանյանը երբևէ պատասխան տալու է իր լուծարման հրամանագրի մասին։ Ոնց եղավ այդ լուծարման հրամանագիրը։ Գիտեք, հիմա ինձ չպատճառաբանեք, որ պատերազմ արցախցիների կոտորած եւ այլն կանխելու համար մեկ օրով որևէ տեղ չհրապարակված իրավական ուժ չստացած փաստաթուղթ էր։ Դա պատճառաբանություն չի։ Դա բացարձակ պատճառաբանություն չի։ Այն, որ Շահրամանյանների նմանները Արցախում հեղաշրջում արեցին ու եկան իշխանության, այն, որ Արցախի նախորդ նախագահը գնում էր Փարիզ ու Փարիզում ոչ թե դնում էր ֆրանսիացի խաղաղապահների Լեռնային Ղարաբաղ մուտքը ապահովելու խնդիրը, այլ ռուսներին խաղաղապահ, չգիտես, մանդատ տալու խնդիրը։ Այստեղ է արմատը։ Այստեղ է արմատը հարցի։ Եվ մեղադրել այստեղ Հայաստանի Հանրապետության իշխանությանը, մեղադրել, չգիտեմ, միջազգային հանրությանը, որ իրենց խոր անտարբերության, միջազգային հանրությունը որևէ խոր անտարբերության արցախցիներին չի մատնել, արցախցիների քայլերով պայմանավորված է եղել այդ խոր անտարբերությունը։ Եկեք համեմատենք ինչ է կատարվում Ուկրաինայում եւ ինչ կատարվեց Արցախում։ Եք այսօր ինձ համար իսկապես շատ ցավալի էր Սումիի այդ երեկվա օրվա հրթիռային հարվածից զոհերի թիվը, մանուկների, մարդկանց եկեղեցի գնացող մարդկանց վրա հարվածը եւ այդ հարվածի ընթացքում զոհվածները շատ ցավալի է, բայց ես բացարձակապես չեմ կարող այդ հարվածի հետևանքների հետ չհամադրել ադրբեջանցիների հարվածները 44 օրյայի ընթացքում Ստեփանակերտի մանկատանը, ծննդատանը, Ստեփանակերտի հիվանդանոցներին համադրելի են, չէ՞։ Նույն հարվածները, նույն ագրեսորը, նույն ձեռագրով նույն ագրեսորը։ Ինչու՞ միջազգային հանրությունը հիմա այսպես արձագանքում է, ժամանակ չէր արձագանքում այդ նույն ակտիվությամբ, ճիշտ է, հայտարարություններ լինում էին Ֆրանսիան ամենայն դեպս պարբերաբար այդ հայտարարությունները արել է մեկ-երկու Եվրամիությունը հայտարարել, բայց արձագանքը այսպեսին չէր լինում, որտեղ Ուկրաինան կռվում է, որտեղ Ուկրաինան իր հողից դուրս չի գալիս։ Իսկ մենք ինչ ենք անում։ Մենք գալիս ենք, փորձում ենք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության ներսում վերականգնել ինչ-որ Արցախի Հանրապետություն ու այնպիսի պահանջներ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը իբրև պետություն, որ նույնիսկ իրենց պետությանը չեն ներկայացրել։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ արցախցիները չպետք է տարաբաժանվեն։ Արցախցիները չպետք է թույլ տան, որ իրենց դարձնեն գործիք իրենց խաղերը խաղալու համար։ Արցախցիները վերադառնալու են Արցախ, բայց վերադառնալու են Հայաստանի Հանրապետության, ինչ ասեմ, ոչ թե այդ պահին գործող իշխանության, այլ Հայաստանի Հանրապետության ուժեղացման, Հայաստանի Հանրապետության իբրև պետություն կայացման համար։ Իսկ դրա համար հիմա դուք էլի կասեք, որ չգիտեմ, Արջի 7 երգիտնի 7-ն էլ մեղրի մասին է, մեզ պետք է տնտեսական հզորացում։ Միայն տնտեսական հզորացումն է այս բոլոր խնդիրների պատասխանը տալու, աշխատատեղերի ստեղծում, աշխատատեղեր, անվտանգություն, զարգացում։ Սա պետք է լինի մեր դևիզը։ Միայն այս պարագայում մենք կարող ենք բոլոր այդ խնդիրների մաս պատասխանել։ Այս պարագայում մենք կմեծացնենք պետության դիմադրունակությունը։ Այլ ճանապարհ ոչ Հայաստանն ունի, ոչ Արցախցին ու Արցախը։ Շնորհակալ եմ, ես